Օգոստոսի 7-ը հաջորդող կիրակին ոչ մի շինարարի աշխատել չէ ստիպի մասնագիտական տոն է դեռ կոմունիստական օրացույցից։ Վերջին 2-3 տարիների ոգևորիչ տրամադրությունից սակայն ճգնաժամը ոչինչ չթողեց։ Կառուցապատման կրճատումն ու վերամբարձ կռունկների պարապուրդը այնքան ձգվեց, մինչև չհայտարարվեց պետությունը պատրաստ է երաշխիքներ տալ շինարարությանը։ Գրավի դիմաց կառավարությունն օգնում է շինարարական կազմակերպություններին բանկերից վարկ վերցնել։ Ֆինանսավորումը նրանց թույլ է տալիս ավարտել կիսակառույցներն ու վաճառել բնակարանները։ Հունվար-փետրվարի նկատմամբ մենք 30-40%-ի աճում ենք։ Այսինքն վաճառքները ակտիվանում են, ելի դժվարությամբ մարդիկ շատ զգուշ են, վախենում են, երկար ուսումնասիրում են, բանակցում են շատ երկար եւ այլն, բայց արդեն սկսել են ձեռքբերումներ անել։ Այսինքն այն խոճապը արդեն հանդարտվում է։ Շինարարական Էլիտ գրուպ ընկերության գլխավոր տնօրենն է, պնդում է, շատ ավելի հեշտ է գնորդին տուն վաճառել ավարտված շենքում, քան կիսակառույցում։ Մարդիկ մտածում են, ճգնաժամ է կառուցապատումը գուցե չավարտվի։ Տարեվերջին ընկերությունը շահագործման կհանձնի 60,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 3 շինություն։ Գնորդների կեսը սովորաբար Սփյուռքի, ավելի շատ ռուսաստանցի մեր համաքաղաքացիներն են։ Նրանց եկամուտները շատ ավելի են կրճատվել, բայց անհանգստանալու առիթ չունեն։ Բնակարանների մեծ մասն արդեն վաճառված է։ Շինարարական տեմպը պահել Էլիտ գրուպին թույլ է տվել բյուջետային երաշխիքը, ավելի ճիշտ դրա օգնությամբ Ամերիա բանկից վերցրած $2.5 միլիոն վարկը։ Մի քանի միլիոնների չափ հասնող գումարներով ֆինանսավորվել են նաև այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են մատակարար տվյալ կազմակերպության համար, որի արդյունքում մենք ստացել ենք բավական լուրջ էֆեկտ եւ բանկի համար եւ մեր պարտներների համար։ Ամերիա բանկի զարգացման տնօրենն է, անկեղծ է, չի թաքցնում, Հայաստանում գրեթե բոլոր բանկերն այժմ փողի ավելցուկ ունեն, մասնագիտական տերմինաբանությամբ գերլիկվիդային են, ուզում են վարկ տալ, վերջին շրջանում նույնիսկ տոկոսադրույք են իջեցնում, բայց լրացուցիչ ճգնաժամային ռիսկ ոչ մի բանկ չի վերցնում։ Այսինքն շինարարական երաշխիքը գրեթե միակ տարբերակն էր ճյուղն ակտիվացնելու համար։ 20 միլիարդանոց ծրագրի մեկնարկի մասին կառավարությունը հայտարարեց ապրիլին։ Մինչ օրս արդեն 5 կառուցապատողի տրամադրել ենք պետական երաշխիք, մոտավորապես 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք եւ որի ընթացքում մենք կունենանք 108,000 քառակուսի մետր նոր բնակելի տարածք։ Կառավարության օպերատիվ շտաբն է թղթապանակներում կառուցապատողների երաշխիքային որոշումները։ Էլիտ գրուպին տրամադրվել է $2.5 միլիոն վարկային երաշխիք, Լևոն Ամիրխանյան ընկերությանը $1 միլիոն համարժեք, ՄԳ Housing-ին $3 միլիոն, Վահե Հարությունյանին $950,000 համարժեք դրամ, Հերմեկ ընկերությանը $1 միլիոն։ Շինարար հնգյակից մեկի ֆինանսավորումը հետաձգված է մինչև գրավադրվող անշարժ գույքի ներկայացում։ Մյուս ընկերությունները ստացած երաշխիքներով արդեն նաև վարկեր են վերցրել վերսկսել դադարեցված շինարարությունը։ Եվ ահա վիճակագիրներն ամփոփել են։ Համախառն ներքին արդյունքի մեջ հունիսին շինարարական ճյուղն առաջատար է ռեկորդային աճ է գրանցել։ Արդյունաբերությունը 102%, էլեկտրոէներգիան է Իրանն, արտաքին առևտուրը 144%, մանրածախ 107, ծառայություններ 111, так что переменно. Բայց ինչի շինարարությունը չկար, դա։ Հա, երկուսը շինարարություն ամենաբարձրը համեր։ Չմոռանաք, հունիսը Հայաստանում ավանդաբար շինարարական ամենաակտիվ սեզոնն է։ Նախորդ ամիսներին էլ անընդհատ կտրուկ անկումներ են գրանցվել, այնպես որ ծավալների 2 անգամ ավելացումը իրականացվող ծրագրերի դեպքում նույնիսկ սպասելի էր։ Աճի ցուցանիշը կասկածի տակ դնողներին հորդորում են վիճակագիրները։ Հայաստանում այժմ շինարարությունում զբաղված մոտ 750 կազմակերպությունների տվյալները այս սենյակում են մշակվում։ Գումարել հանել են համեմատել նախորդ ցուցանիշների հետ։ Ոչ մի արտարոց թվաբանություն չկա։ Շինարարության տեմպն իհարկե նախորդ տարվա ցուցանիշին շատ է զիջում, բայց հունիսի տվյալների վրա արդեն պետական ծրագրերը թողել են իրենց ազդեցությունը։ Սա մեր շինարարության աճի տեմպերը, ուրեմն հունիս ամիսը մայիս ամսվա նկատմամբ 230%։ Շինարարությունում զբաղված է 16,080 մարդ, կիսամյակի դրությամբ իրականացվել է 124 միլիարդ 593 միլիոն 200,000 դրամի աշխատանք, ամենաշատ փողն օգտագործվել է միջազգային վարկերից, ամենաշատը կառուցապատվում է մայրաքաղաքը։
Անկախ վիճակագրական այս պատկերից բյուջետային երաշխիքներով շինարարական ճյուղն աշխուժացնելու ծրագիրը քննադատներ ունի։ Ճգնաժամն ըստ որոշ տեսաբանների առաջացել է գերարտադրության հետևանքով, ուրեմն ինչու խրախուսել առաջարկի կողմին ոչ թե պահանջարկի։ Այդ մեխանիզմով հիմա Միացյալ Նահանգներն ու Գերմանիան են առաջնորդվում, հիմնավորումը Հրանտ Բագրատյանինն է։ Հայաստանում չէր կարելի երաշխիք տալ շինարարներին, այլ եթե փող էինք ուզում տալ, պետք էր օգնել մարդկանց, որպեսզի գնեին այդ բնակարանները։ Խոսքը վերաբերում է այն բնակարանների մասին, որոնք ավարտված են։ Ավարտված չբնակեցված արդեն մի քանի տասնյակ հազար բնակարան կա։ Ինչու Հայաստանը հակաճգնաժամային օգնությունը նախ կառուցապատող ընկերություններին հասցրեց, նոր միայն հիպոթեկային ազգային ընկերության միջոցով սկսեց վարկեր առաջարկել գնորդներին, որովհետև եթե պետությունը հակառակ հերթականությամբ առաջնորդվեր, շատ արագ կկորցներ տնտեսության այս պահի ամենաակտիվ ճյուղը շինարարությունը, մեկնաբանում են ֆինանսների նախարարությունից։ Մենք երկու քաղաքականություն էլ անում ենք, այսինքն շինարարներին աջակցում ենք, որպեսզի այս շինարարական կազմակերպությունները իրանք ունենան բավական լիկվիդայություն եւ ռիսկային դաշտից դուրս գան եւ կարողանան առաջարկ ապահովել եւ մյուս կողմից նաեւ ունենք գործիքներ, հանկարծ չդադարեցնենք եւ մյուս կողմից ունենանք նաեւ գործիքներ պահանջարկի խթանման ուղղությամբ, այսինքն տանք նաեւ հիպոթեկային վարկավորում նաեւ հասարակությանը։ Շինարարական որոշ կազմակերպություններ ճգնաժամն իհարկե չեն հաղթահարի, բայց խաղից նրանք դուրս կմնան աստիճանաբար, ոչ թե միանգամից, ինչը խոճապ կառաջացներ տնտեսության նաև մյուս ճյուղերում։ Երաշխիքների կիրառման տարբերակով նախ ճգնաժամի խորացումը կանխվեց, երկրորդ սկսվեց բանկային տոկոսադրույքների իջեցում։ 15%-ով վարկավորված Elite Group-ն այս ընթացքում հասցրել է շատ ավելի էժան փողեր ներգրավել վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկից։ Հերթական ֆինանսավորման համար այժմ բանակցություններ են վարում միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ։ Եթե տնտեսական զարգացումներն այս հունից չշեղվեն, աշնանը տոկոսադրույքների առնվազն 2 կետով նվազում կգրանցվի, իրավիճակը կկայունանա, կանխատեսում են Ամերիա բանկում։ Մշտական հաճախորդ շինարարական որոշ կազմակերպությունների իրենք արդեն այս փուլում պատրաստ են նույնիսկ առանց բյուջետային երաշխիքի գումար առաջարկել։ Ճգնաժամն արեց այն գործը, ինչը պետությունը չէր համարձակվում։ Բանկերի վարկային պորտֆելում ստացած գումարների չափով շինարարությունը արդեն հետ է մնացել հանքարդյունաբերության ճյուղից, էներգետիկայից, բարձր տեխնոլոգիաների ոլորտից։ Եթե նման տեղաշարժեր նաև համախառն ներքին արդյունքում կատարվեն, հնարավոր կլինի հայտարարել Հայաստանի տնտեսությունն ազատվեց շինարարության կախվածությունից։ Մինչ այդ ստեղծած տեմպը պահելու համար կառավարության օպերատիվ շտաբը հակաճգնաժամային հաջորդ նախագիծը կառաջարկի կառուցապատողներին։ 2009-11 թվականներին այն տնտեսվարող սուբյեկտները, կառուցապատողները, որոնք ձեռնամուխ կլինեն նոր շինարարությանը 1 միլիարդ դրամ եւ ավելին եւ կավարտեն այդ շինարարությունը 3 տարվա ընթացքում, ապա բոլոր այն գումարները հարկերի տեսքով, խոսքը վերաբերում է ավելացված արժեքի հարկին եւ սոցիալական հատկացումներին, որը վճարել է այդ ընկերությունը պետական բյուջե, այդ բոլոր գումարները կվերադարձվեն իրենց։ Օժանդակության հերթական ծրագիրը շինարարությունում պատրաստ կլինի ամենաուշը ուշ աշնանը։